Սեպտեմբերին ձեռք բերելով ֆրեշ սուպերմարկետների ցանցը հանրապետության տարածքում գործող խոշորագույն առևտրային ցանցերից մեկը Սթարը կանգնեց լրջագույն հարցի առջև, թողնել որպեսզի ֆրեշը ինքնուրույն գործի, թե միաձուլել այն Սթարի հետ։ Վերլուծությունների արդյունքում Սթար ցանցի տնօրինությունն եկավ այն եզրահանգման, որ վերանվանումը կտա բազմաթիվ արտոնություններ։ Մենք օգտագործել ենք ու օգտագործում ենք այն դրական փորձը, որ եղել է ֆրեշ սուպերմարկետների ցանցում, եւ իհարկե ներդրել ենք նաեւ այնտեղ այն փորձը, որը ունենք մենք։ Արդյունքում ես կարծում եմ, որ երկու ցանցերն էլ միաձուլումից շահելու են։ Վահան Քերոփյանն անդրադարձավ նաև լրատվամիջոցներից մեկի այն տեղեկատվությանը, թե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս գործարքը չի հաստատել։ Համաձայն օրենքի անհրաժեշտություն չառաջացավ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի համաձայնությունը ստանալը։ Մենք այդ մասին իհարկե նախապես տեղեկացրել ենք հանձնաժողովին եւ իրենք տեղյակ են։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք սիրով տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի բոլորը համոզվում են, որ Սթարը ինչպես միշտ բաց եւ օրինապաշտ ընկերություն է։ Ամանորին ընթരാճ Սթարը նախորդ տարիների պես հաճախորդների համար անակնկալներ է պատրաստել, առաջարկելով թարմ եւ որակյալ ապրանք մատչելի գներով։ Առաջին հերթին իհարկե մեր լոյալության ծրագիրն է, որը իսկապես արժեքավոր առաջարկ է մեր հաճախորդների համար, քանի որ հաճախորդները սովորաբար կարողանում են ընտրել այն ապրանքները, որոնք իրենց համար ավելի արժեքավոր են եւ ոչ թե ստանալ հասարակ զեղչ։ Մինչև տարվեր Սթար ցանցի խանութների թիվը կհասցվի 28-ի, հաջորդ տարի կբացվի եւս 20-ը, որոնց մեծ մասը կգործի մարզերում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։